Մենք եկել ենք Դիլիջան, վաղը իմ ծնունդն է, ես դառնում եմ 29 տարեկան, եկել ենք ամուսնուս հետ այդ առիթով նշելու։ Հիմա հասել ենք տեղ, գնում ենք ճաշենք, հետո կգնանք տնակ, մենք արդեն տեսել ենք, ձեզ էլ ցույց կտամ, շատ հետաքրքիր տեսք ունի տնակը, շատ փոքրիկ ու կոմպակտ է, ռում տուր կանենք, չնայած այնտեղ չգիտեմ շարժվել հնարավոր է թե չէ, ամեն դեպքում ցույց կտամ կտեսնեք, հետաքրքիր տեղ է, գետի ափին, գնացինք խանութ, գնումներ կատարեցինք, հիմա գնում ենք ճաշելու։ Եկել ենք Ուրենի ռեստորան Դիլիջանի, ուզում եմ ցույց տալ այստեղ լճակի ափին է, ասեն շատ սիրունիկ տարբեր տաղավարներ կան, առանձնացված ու կա ընդհանուր ռեստորանի հատված։ Հիմա ձեզ մեր տաղավարն էլ ցույց կտամ, որտեղ ելնել ենք։ Ոյ։ Սպես մեծ սեղան է, պատուհաններ կան, հետաքրքիր փայտային ձևավորված, երևի ամառները բացվում են, ու լիճն է երևում, այսպիսի հին գյուղական վառարան կա, սիրուն տեղ է, քիչ կարանք տարածքով շրջենք, Դիլիջանում, ինչպես նաև Երևանում այսօր անպամած էր, ցուրտ է, անձրևոտ է, վերջին մի քանի տարում այսպես չի եղել, մայիս ամսին իմ ծննդյան օրը, որ սենց վատ եղանակ լինի, բայց բոլոր եղանակների մեջ փորձում ենք գեղեցիկը տեսնել, սենց շատ սիրուն արահետ է, տաղավարների մեջ, մի քիչ հետո պատվեր անենք ու դուրս կգանք շրջենք։ Մի խոսքով մենք պատվերը արեցինք, ասեմ ձեզ տեսականին շատ չի, այստեղ հիմնականում խորոված է տարբեր տեսակի, ձուկ, գար, խոզ, բայց ինչ-որ հետաքրքիր ճաշատեսակներ, թեկուզ հայկականի մեջ չկա, չնայած որ լավ կարծիքներ ենք լսել ռեստորանի մասին, ուտելիքի մասին, դրա համար ենք այստեղ եկել, կփորձենք, կասեմ էլի համովեր թե չէ, բայց տարածքը շատ սիրուն է, տաղավարներն էլ են սիրուն, սա մուտքի հատվածն է, այն կողմից մուտքն է լինում, այստեղ մեծ ավտոկայանատեղի կա, մեր մեքենան է կանգնած, ու այստեղ էլ սենց առանձնացված տնակներ կան, ենթադրում եմ սա էլ է տաղավարներ, ու շատ սիրուն է այս խառը ջարդով քարի հատվածը, որ արված է տնակների վրա, դիլիջանյան տրամադրությունը ամբողջովին փոխանցվում է։ Մենք արդեն հանգստյան գոտիում ենք, հիմա մոտենալու եմ մեր տնակին, ընդհանուր այս տարածքը ցույց տամ, այսպիսի հետաքրքիր տնակներ են, մերը այստեղ ամենավերջինն է, ինքը գետի ափին է, այսպիսի փոքր տնակ է, սենց մեծ պանորամա է, այստեղից գետն է երևում, անտառն է երևում, այստեղ նստելու տեղ կա, սեղան կա, այս հատվածում մահճակալն է, վերևում երկրորդ հարկ կա, հանգիստ կարող եք 3 հոգով գալ, այստեղ սանհանգույցն է, շատ փոքրիկ է իհարկե, բայց այս ցնցուխի տեղով, ու նաև խոհանոցային տարածք կա, սենց ցույց տամ, այս ներքևում սառնարան կա, այստեղ սենց ինչ-որ հիգիենայի պարագաներ կան, լվացարան, վառարան կա, վերևում էլ սենց
Լիսպասք, սուրճ։ Դե իհարկե ամենակարևորը այս տեսարանն է։ Ես լույս անջատեմ, ավելի լավ երևի գերեվա, այսպես։ Ու ստեղ ինչ-որ նաև սենց բացվետկա կա։ Գնանք իրերը բերենք, տեղավորվենք ու հանգստանանք։ Պետք է երազանք պահեմ։ Իսկ եթե մի քանի հատ ունեմ, սաղ պահեմ։ Որտև կպչես։ Իմ ծննդյան առավոտը սկսել ենք պատրաստվելով, որ դուրս գանք Դիլիջանում շրջենք։ Այսպիսի միստ եմ ձեռք բերել, ընդհանրապես չէի փորձել, դրա համար Ֆաբերլիկից եմ վերցրել, տեսնեմ ինչ է։ Թարմանալու համար լավ է, բայց ինքը որպես սիվռտկա չի աշխատում, չնայած որ նշած է, որ տենց խնամողել է։ Մի հատ դիմակ կդնենք, տորտիկ կուտենք, կպատրաստվենք ու կգնանք Դիլիջան։ Չվախենաք։ Սարմանման ոնց կարելի էր այս դիմակները այսքան վախենալու սարքել։ Պլանավորում էի ձեզ պատմել իմ ամենօրյա դիմահարդարման մասին, բայց ամուսինս անընդհատ աշխատանքային զանգերի էր պատասխանում, ուստի ուղղակի արագ կտեսնեք ընթացքը։ Նշեմ, որ այս տնակում ոչ մի տեսակի հայելի չկա, դրա համար որպես հայելի օգտագործում էի հեռախոսից դիմացի տեսախցիկը։ Ամեն դեպքում պրոդուկտների արտիկուլները կգտնեք իմ տելեգրամյան ալիքում։ Ալո։ Այո։ Մենք արդեն դուրս ենք գալիս, գնանք Դիլիջանով շրջելու, ուզում եմ ձեզ այս տնակի հետևի մասը ցույց տալ։ Տեսեք, ինքը այսպիսի վիտրաժը որ կա, այս վիտրաժը հայելային էֆեկտ ունի ու դրսից ընդհանրապես ոչինչ չի երևում։ Միայն երբ ներսում լույս է վառվում, այդ ժամանակ արդեն երևում է ներսում ինչ է կատարվում։ Ասեցի, քանի դեռ լույս է, լուսավոր է, սա էլ ցույց տամ։ Իսկ մենք կվազենք Դիլիջան, երևի կգնանք Գոշավանք, այնտեղ երբեք չեմ եղել։ Հիշում եմ մի անգամ Պարզլիճից Գոշլիչ քայլարշավի էի մասնակցում, վերջում պետքա Գոշավանք գնանք, բայց այնքան ուշ հասանք, որ փակվել էր վանքը։ Բայց այդ տեսարանները ոչ մի բանի հետ չէի փոխի, Գոշավանքը մառախուղի մեջ աննկարագրելի սիրուն էր։ Այսօր արևոտ եղանակ է, կտեսնենք Գոշավանքը արդեն պայծառ լուսավոր տեսքով։ Մենք հասել ենք Գոշավանք ու այստեղ վերջին զանգա։ Հետաքրքիր ձևով այս գմբեթը փոխել են ապակյա, ես ոնց հասկանում եմ
Իրականում մի քիչ չեմ հասկանում վանքերի վրա այդ նորամուծությունները, բայց իրականում բավականին գեղեցիկ է նայվում։ Այստեղ այսպիսի հուշանվերներ կան վանքում հենց։ Մի հատ մոմերի պաշարը տեսեք։ Իքն։ Գիտեք, ես հին հայկական վանքերի ճարտարապետության մեջ ինչն եմ սիրում, որ սենց քարերը ընդհանուր շարված են, ու մեկ էլ հոպ, մի հատ ինչ-որ շատ սենց սիրունիկ հետաքրքիր զարդանախշերով փորագրված խաչքարանման քար է լինում մեջը։ Ու այս վանքը շատ ունի նման քարեր իր վրա, սա հետևի հատվածում ենք։ Այստեղ կարող եք տեսնել այս հատվածում այս անկյունները օրինակ ինչքան սիրուն են։ Այսպես շատ սիրուն քանդակված է այս անկյունը։ Հին ճարտարապետական գործը հայկական շատ արվեստային է եղել։ Ամեն քարի մեջ այդ արվեստի շունչը զգացվում է։ Մտնենք այդ ապակյա գմբեթավոր տարածք։ Մի հատ ներսից էլ նայենք։ Չխոսք հետաքրքիր է, հատկապես որ այնտեղ բույսեր են աճում։ Ամուսինս շատ զբաղված է, ինքը վանքերից կոլեկցիա է հավաքում մողեսի պոչերի։ Հիմա փնտրում ենք Գոշավանքից մողես։ Եթե ինչ-որ մեկը տեղը գիտի, ուր է։ Գտար։ Փաստորեն մողեսը գտնվել է, ուղղակի հետապնդման մեջ է։ Իհարկե իմ համար դա բարբարոսություն է։ Ամեն մարդ մի կոլեկցիա է հավաքում, հիմա Գեղամն էլ մողեսի պոչի կոլեկցիա է հավաքում։ Այս հին վանքի մոտ ուրեմն սենց քոթեջներ են սարքել ժամանակակից, դարձրել են հանգստյան գոտի։ Իհարկե երևի շատ միստիկ է ու շատերին համար տենց կարևոր է արթնանալ վանքի տեսարանով, բայց մի քիչ երևի այդ խորհրդավորություն է վանքի կորումը։ Բավականին շատ հատվածներ ունի վանքը շրջելու, այստեղ նույնիսկ ասած ինչ-որ դուռ կա։ Հոպ։ Այս ինչ հատված է։ Երևի ինչ-որ հին կտորն է։ Այստեղ քարերը ավելի մուգ են, ավելի հնացած են։ Հետաքրքիր սրբապատկեր է այստեղ։ Ասեմ ձեզ կամերայով ավելի լավ է երևում, քան իրականում շատ մութ է այստեղ։ Նորմալ չի երևում։ Բայց շատ սիրուն է։ Մի խոսքով Գոշավանքում շատ բաներ կա տեսնելու այս տարածքում, ինքը շատ սիրուն է, հատկապես որ այդ դուրս ես գալիս ու երևում են այս սարերը, ծառերը, անտառները։ Եթե չեք եղել, անպայման եկեք, չնայած կարծում եմ շատ-շատերը եղել են հաստատ մեր հին վանքերում։ Մողես ենք գտել, բայց Գեղամը չի գնում բռնի։ Asi jogața.
Բռնել ենք մողեսին, բայց այս մողեսը չի թողում իր պոչը, որովհետև փոքրիկ է ինքը։ Ոյս, մեղք է։ Կարողանանք կուզեի բարձրանալ, տեսնել, թե դա ինչ է։ Ծնունդս Դիլիջանում որոշեցինք նշել այստեղ, սա Get Up ռեստորանն է, հենց Get Up-ին, ինչքան էլ որ տարօրինակ է։ Այստեղ սենց առանձին տաղավարներ են, ներսը մի փոքր ուժ ցույց կտամ, շատ գեղեցիկ, մեծ սենց տարածք ունեն, սիրուն կանաչապատ, նրանք մի քիչ առաջանանք, մենք արդեն պատվերը կատարել ենք ու իրականում արդեն մի քիչ փորձել եմ, շատ համեղ էր այստեղ ամեն ինչ, եթե կլինեք Դիլիջանում, հանգիստ կարող եք գալ, այստեղ շատ համեղ սնունդ է, շատ հանգիստ միջավայր է, շատ գեղեցիկ ամեն ինչ, սպասարկումն էլ է լավ, այսպիսի հետաքրքիր քայլուղիներ կան ու ընդհանուր շատ սիրուն տեղ է, հանգիստ, այստեղ կան նաև հյուրանոցային համարներ, այսպիսի լճակներ, տաղավարներ կան սենց լճակների վրա են կախված, մեզ մոտ արդեն բերել են ուտելիքը, այստեղ ձվածեղ ենք պատվիրել, հաց, պանիր, մնացածը դեռ ճանապարհին է, ուզում եմ ձեզ սենց մոտիկից մի հատ էլ ցույց տամ տաղավարը, շատ հետաքրքիր սիրուն սպասք ունեն, ամեն ինչ շատ մաքուր է այստեղ, չգիտեմ, գուցե նոր վերանորոգված է, ու տեսարանը, սենց հենց նույն Get Up-ին նստած ենք, համովա, դզեջ, ինչ համովա, ծնց թթու, քաղցր, կծու, աղի, Սկա փող են դրել ռեկլամում ես, շատ լավն է, օջախուրին է, Դա ինչ ասամ, ծնունդը շնորհավոր ձեր կենաց։ Մենք դուրս եկել ենք այստեղ Դիլիջանի կենտրոնն է երևի, Կալցեվոյի հատվածում, սենց արհեստական լիճ կա։ Եկել ենք այստեղ մի քիչ քայլենք, զբոսնենք ու ուզում ենք այս հատվածում նստել սուրճ խմել։ Եթե իմ նախորդ վլոգները նայել եք, մի անգամ էլ ենք այս հատված եկել, բայց կարծեմ այն ժամանակ փակ էր այդ սրճարանը, դա համար այնտեղ չէինք նստել, հիմա կգնանք այնտեղ կտեսնենք ինչ սրճարան է, հուսով եմ ինչ-որ համով սուրճ կլինի։ Իդեպ արդեն ցրտեց քամի է ու սենց վերարկու ենք հագել։
հագեցած օրը շարունակվում է, մենք հայտնվել ենք Պարզ լճում։ Իհարկե, ինչպես տարիներ առաջ, հիմա էլ Պարզ լիճը այնքան էլ պարզ չի։ Սենց լոտկաներ կան, որ կարակ քշեք, դուրս գալուց ցույց կտամ, այս հատվածում բադիկներ կան լիքը։ Ռոստակ որկա, որ ինձ ու կարժանի։